Գիրք Եզեկիել, գլուխ 33. Եվ Տիրոջ խոսքը եղավ ինձ ասելով. Մարդի որդի, խոսիր քո ժողովրդի որդկանց հետ եւ ասիր նրանց. եթե մի երկրի վրա սուր բերեմ, եւ այն երկրի ժողովուրդը մեկ մարդ ընտրե իր միջիցը, եւ նրան իրանց համար դետ շինեն, եւ նա տեսնե այն սուրը գալիս երկրի վրա, եւ փողը հնչեցնե, եւ ժողովրդին զգուշացնե, բայց մեկը փողի ձայնը որոշ լսե եւ չզգուշանա, եւ սուրը գա եւ նրան վեր առնե, նրա արյունը նրա գլուխը պիտի լինի։ Նա լսել էր փողի ձայնը եւ չզգուշացավ, նրա արյունը իր վրա պիտի լինի, եւ եթե նա զգուշացած լիներ, իր անձը կազատեր։ Բայց եթե դետը տեսնե սուրը գալիս եւ փողը չհնչեցնե, եւ ժողովուրդը չզգուշանա, եւ սուրը գա եւ նրանցից մի հոգի վեր առնե, նա իր անօրենությունով վեր առնվեցավ, բայց նրա արյունը ես դետի ձեռքիցն եմ պահանջելու։ Եվ դու մարդի որդի, ես քեզ դետ դրի Իսրայելի տան վրա, եւ դու պիտի իմ բերանից խոսքը լսես, եւ նրանց զգուշացնես իմ կողմանը։ Ես ամբարիշտին ասելիս, ով ամբարիշտ, դու անպատճառ պիտի մեռնես, եւ դու եթե չխոսես ամբարիշտին իր ճանապարհից զգուշացնելու համար, այն ամբարիշտը կմեռնե իր անօրենության համար, բայց նրա արյունը քո ձեռքիցն ես կպահանջեմ։ Իսկ եթե դու զգուշացնես ամբարիշտին իր ճանապարհիցը, որ նրանից ետ դառնա, բայց նա ետ չդառնա, նա իր անօրենության համար կմեռնե, բայց դու ազատած կլինես քո անձը։ Եվ դու մարդի որդի, ասիր Իսրայելի տանը, դուք այսպես եք խոսում, եւ ասում, թե մեր հանցանքներն ու մեր մեղքերը մեզ վրա է, եւ մենք նրանցով մաշվում ենք։ Ուրեմն ինչպես պիտի ապրենք։ Նրանց ասիր. կենդանի եմ ես, ասում է Տեր Եհովան, որ ես ամբարիշտի մեռնելը չեմ ուզում, այլ որ ամբարիշտը դարձի գա իր ճանապարհիցը եւ ապրե։ Դարձեք ձեր չար ճանապարհներիցը։ Եվ ինչու համար դուք մեռնեք, ով Իսրայելի տուն։ Եվ դու մարդի որդի, ասիր քո ժողովրդի որդկանցը, թե արդարի արդարությունը նրան չի փրկի, երբ որ նա հանցան գործե, եւ ամբարիշտը իր ամբարիշտությունով չի գլորվի, երբ որ իր ամբարիշտությունից ետ դառնա, եւ արդարը չի կարող իր արդարությունով ապրիլ, երբ որ մեղան չէ։ Երբ որ ես արդարին ասեմ, թե նա անպատճառ պիտի ապրե, եւ նա վստահանա իր արդարության վրա, եւ անօրենություն անե, նրա բոլոր արդարությունը պիտի չհիշվի, եւ այն իր արած անօրենությունով պիտի մեռնե։ Բայց երբ որ ամբարիշտին ասեմ, դու անպատճառ պիտի մեռնես, եւ նա ետ դառնա իր մեղքիցը, եւ իրավունք ու արդարություն գործե, ամբարիշտը գրավը ետ դարձնե, հափշտակածը հատուցանե, կյանքի կանոններով գնա առանց անօրենություն գործելու, նա անշուշտ պիտի ապրե եւ չպիտի մեռնե։ Այն ամեն մեղքերը, որ նա արել էր, պիտի չհիշվին, նա իրավունք ու արդարություն գործեց, նա անշուշտ պիտի ապրե։ Եվ քո ժողովրդի որդիքը կասեն. Տիրոջ ճանապարհը ուղիղ չէ, բայց իրանց ճանապարհն է, որ ուղիղ չէ։ Երբ որ արդարը ետ դառնա իր արդարությունից եւ անօրենություն գործե, այն ժամանակ նա պետք է նրանցում մեռնե։ Եվ երբ որ ամբարիշտը ետ դառնա իր ամբարիշտությունից եւ իրավունք ու արդարություն գործե, նա պետք է ապրե նրանցով։ Բայց դուք ասում եք, թե Տիրոջ ճանապարհը ուղիղ չէ։ Ես ձեզանից ամեն մեկին իր ճանապարհների համեմատ պիտի դատեմ, ով Իսրայելի տուն։ Եվ եղավ, որ մեր գերության 12-րդ տարվա 10-րդ ամսի 5-ին մեկ ազատված եկավ ինձ մոտ Երուսաղեմից, ասելով, թե քաղաքը կոտրվեցավ։ Եվ Տիրոջ ձեռքը ինձ վրա եղավ այն իրիկունը ազատվածի գալուց առաջ, եւ բացավ իմ բերանը, մինչեւ որ նա առավոտը ինձ մոտ եկավ։ Եվ բերանս բացվեցավ, եւ այլևս համր չէի։ Եվ Տիրոջ խոսքը եղավ ինձ ասելով. Մարդի որդի, այս ավերակների բնակիչները Իսրայելի երկրի վրա ասում են, թե Աբրահամը մեկ հատ մարդ էր եւ ժառանգեց երկիրը, իսկ մենք շատ ենք, երկիրը մեզ կտրվի իբրև ժառանգություն։ Դրա համար ասիր նրանց. այսպես է ասում Տեր Եհովան. դուք արյունովն եք ուտում, եւ ձեր աչքերը բարձրացնում եք դեպի ձեր կուռքերը, եւ արյուն եք թափում, եւ դուք ժառանգեք երկիրը։ Դուք հաստատ կանգնած եք ձեր սրի վրա, պղծություն եք անում, եւ ձեզանից ամեն մեկը իր ընկերի կնոջը պղծում է, եւ դուք ժառանգեք երկիրը։ Այսպես ասիր նրանց. այսպես է ասում Տեր Եհովան. կենդանի եմ ես, որ ավերակներումը եղողները սրով պիտի ընկնեն,
Եվ դաշտի վրա եղողները գազաններին եմ տալիս իբրև նրանց կերակուր, եւ բերդերումն ու քարերներում եղողները ժանտախտով պիտի մեռնեն։ Եվ երկիրը ամայի ու ամայացած պիտի շինեմ, եւ պիտի փչանա նրա զորության հպարտությունը, եւ ամայի պիտի դառնան Իսրայելի սարերը, որ անց կենող չլինի, եւ կիմանան, որ ես եմ Տերը, երբ որ երկիրը ամայի ու ամայացած կանեմ նրանց արած բոլոր պղծությունների համար։ Իսկ դու, մարդի որդի, քո ժողովրդի որդիքը, որ խոսակցում են քեզ դեմ պատերի մոտ, եւ տների դռներումը, եւ մեկըզ մեկի հետ խոսում են իրար ասելով. «Մեկ եկեք եւ լսեցեք, թե ինչ բան կա դուրս եկած Տիրոջ կողմից»։ Եվ նրանք քեզ մոտ կգան, հենց որ ժողովուրդը եկավ, եւ քո առաջին կնստեն իբրև իմ ժողովուրդ, եւ կլսեն քո խոսքերը, բայց նրանց չեն կատարի, այլ նրանք իրանց բերանովը հաճություն ցույց կտան, բայց նրանց սիրտն իրանց ագահության քամակիցն է գնում։ Եվ ահա դու նրանց համար քաղցր երգի պես ես, գեղեցկաձայն եւ բարեհարմար, եւ նրանք կլսեն քո խոսքերը, բայց նրանց կատարողները չեն։ Եվ երբ որ սա կգա, ահա պիտի գա, այն ժամանակ պիտի իմանան, որ իրանց միջումը մարգարե է եղել։